Մատվիենկոն պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած Դաշնության խորհրդի պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն ծրագիրը ներառում է Վալենտինա Մատվիենկոյի եւ երկրի ղեկավարության հանդիպումները, ասվում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Մոտ ժամանակներս սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան։ Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների հարաբերություններն այժմ հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Կատարվում են բարձրաստիճան պաշտոնյաների այցեր եւ մոտ ապագայում մենք ակնկալում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան, ասել է դիվանագետը։ Մայիսի 14-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը աշխատանքային այցով Իրան այցելելու հրավեր ունի, սակայն այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն։ Նրա խոսքով Ռուսաստանը բարձր է գնահատում իր գործընկերությունն այս երկրի հետ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի նշել է, որ Ռուսաստանի ղեկավարի այցը պետությունների միջև հարաբերությունների զարգացման երկարաժամկետ ծրագրի մի մասն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գեներալ Ալեքսուս Գրինչևիչին նշանակել է Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատար եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության ղեկավար, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ ՆԱՏՕ-ն նաև համաձայնել է գեներալ լեյտենանտ Գրինկևիչին նշանակել գերագույն գլխավոր հրամանատար, ասվում է հայտարարության մեջ։ Նախկինում Գրինկևիչը զբաղեցնում էր շտաբների պետերի միացյալ կոմիտեի գործառնությունների տնօրենի պաշտոնը։ Ըստ Defense News-ի Գրինկևիչը Պենտագոնում ձեռք է բերել Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենախոստումնալից գեներալներից մեկի համբավ։ Նա նախկին օդաչու է, որը թռչել է F-16 եւ F-22 կործանիչներով։ Գրինկևիչը նաև 4 տարի ծառայել է կենտրոնական հրամանատարություններում, օգնելով ղեկավարել Ամերիկայի Միացյալ Նահանգների ուժերը Մերձավոր Արևելքում։ Գերմանիայում պետք է վերականգնվի պարտադիր զինվորական ծառայությունը։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Բավարիայի վարչապետ եւ Քրիստոնյա սոցիալական միության առաջնորդ Մարկուս Սյոդերը։ Նրա կարծիքով գերմանական բանակը պետք է ներդնի ժամանակակից սարքավորումներ եւ ավելացնի իր անձնակազմը։ Սրա պլանավորումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, գրել է Սոեդերը։ Միացյալ Նահանգները պետք է մեծ զգուշությամբ մոտենա Թայվանի հարցին եւ թույլ չտա անջատողականներին ներքաշել իրեն Չինաստանի հետ հակամարտության մեջ, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Միացյալ Նահանգները պետք է զգույշ լինի Թայվանի հարցում եւ թույլ չտա, որ Թայվանում շատ փոքրաթիվ անջատողականներ Չինաստանին եւ Միացյալ Նահանգներին ներքաշեն հակամարտության եւ բախման վտանգավոր իրավիճակի մեջ, ասել է Չինաստանի առաջնորդը։ Սի Ցզինպինի եւ Թրամփի միջև զրույցը տեղի է ունեցել հունիսի 5-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի խոսքով երկխոսության հիմնական թեման առևտրային հարաբերություններն էին եւ ոչ ինքը, ոչ էլ Չինաստանի առաջնորդը չեն խոսել ուկրաինական հակամարտության կամ Իրանի հետ ստեղծված իրավիճակի մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Third Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ իր զրույցում քննարկվել են միայն առևտրային հարցեր։ Մենք ոչինչ չենք քննարկել Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Իրանի վերաբերյալ, գրել է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով Սի Ցզինպինի հետ զրույցը տևել է մոտ 1.5 ժամ եւ շատ դրական է եղել։ Մայիսի 30-ին Թրամփը հայտարարեց, որ կկարողանա լուծել երկրների միջև առևտրային վեճերը Սի Ցզինպինի հետ զրույցից հետո։ Այդ ժամանակ նաև հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը ներկայումս համակարգում են երկու երկրների առաջնորդների միջև հեռախոսազրույցը։ Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են եւ հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը։ Ստացված տվյալների համաձայն Հայաստանի Սյունիքի մարզի տեղհամայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջահանգիրյանը ծնված 27/06/2007 թվականի եւ Անդրեյ Արմենի Գյագունցը ծնված 13/01/2008 թվականի 2025 թվականի հունիսի 6-ին ժամը 01:20-ի սահմաններում Սյունիքի մարզի Արավոս գյուղի հարակից հատվածում տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները քաղաքացիների գտնվելու վայրը պարզելու եւ նրանց անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ, ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 5-ին հրամանագրեր է ստորագրել, Աշոտ Սմբատյանը հետ է կանչվել Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։ Հայկակ Արշամյանը նշանակվել է Հունգարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նստավայրը Բուդապեշտ։ Բենյամին Հարությունյանին վերապահվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության առաջին վարչության պետի պարտականությունները։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Մինչ այդ 2022-ից 2025 թվականներին նա եղել է քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչության պետի տեղակալ։ Ալիևը չի գնա Սյունիքը գրավելու պատերազմի։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ կարծիք է հայտնել Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Նա անդրադարձել է հարցին, արդյոք Ադրբեջանը կներխուժի Հայաստան եւ արդյոք հարձակման վտանգ կա, թե ոչ։ Նիկոլ Փաշինյանը, քանի որ դեռևս կարող է ինչ-որ բան զիջում, Ալիևը դա կփոկի։ Այն պահին, երբ որ Ալիևը զգաց, որ հնարավոր չի առանց կրակոցի ստանալ են ինչ-որ ուզում, բնականաբար կարող է դիմի ռազմական բախումների, բայց ես ճիշտն ասած չեմ կարծում, որ ասենք մեծ պատերազմի, Սյունիքը գրավելու պատերազմի չի գնա Ալիևը հիմա, որովհետև հիմա հարմար չի ժամանակաշրջանը, պարզապես գրավելուց դու պիտի մարսես դա։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին։ Նշենք, որ Գոհար Աբաջյանը Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանի կինն է։ Շնորհավորելով Գոհար Աբաջյանին այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։ Հունիսի 5-ին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են ՔՊ գրասենյակից։ Վարչապետը նիստի մասնակիցներին է ներկայացրել կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը եւ պատասխանել նրանց հարցերին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ այցի ընթացքում տեղակայվել է Վաշինգտոնում գտնվող շքեղ Blair House-ում, որը հայտնի է իր պատմական ու ռոմանտիկ ոճով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն առաջարկել է դաշինքի անդամների պաշտպանական ծախսերը հնայի ներկայիս 2%-ից ավելացնել մինչև 3.5%, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև առաջարկեց հնայի ևս 1.5%-ը ծախսել ենթակառուցվածքների զարգացման վրա։ Բացի այդ, նրա խոսքով ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հաստատել են հավակնոտ ծրագրեր հակահրթիռային պաշտպանությունը, անօդաչու թռչող սարքերը եւ ցամաքային զորքերը հզորացնելու համար։ Մինչ այդ Եվրոակտիվ պորտալը հղում անելով դիվանագիտական աղբյուրներին գրել է, որ ԱՄՆ-ն կարող է դեմ լինել այն փաստին, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում, որը տեղի կունենա Հագայում հունիսի վերջին, Ռուսաստանը կնշվի որպես դաշինքի համար սպառնալիք։ Ամերիկացի քաղաքագետ Մալեք Դուդակովը խոստովանել է, որ ամերիկացիները կփորձեն Ռուսաստանի համար ընտրել հակառակորդի ձևակերպումը, այլ ոչ թե սպառնալիքի կամ ուղղակի թշնամու։ Այս դեպքում Մոսկվան չի լինի հիմնական սպառնալիքը, որի դեմ պետք է պայքարել հենց հիմա, նշել է քաղաքագետը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ իր եւ մոլորակի ամենահարուստ մարդու միջև վերջերս ԱՄՆ վարչակազմում աշխատող Իլոն Մասկի հարաբերությունները վատթարացել են։ Տեսեք, ես եւ Իլոնը հիանալի հարաբերություններ ենք ունեցել, վստահ չեմ, որ այդպես կշարունակվի, ասել է Թրամփը Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Մասկի կտրուկ քննադատական հայտարարությունները ԱՄՆ սենատում քննարկվող խոշոր պետական ծախսերի օրինագծի վերաբերյալ։ Գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր հաղթի նախագահական ընտրություններում առանց իր օգնության, առանց ինձ Թրամփը կպարտվեր ընտրություններում դեմոկրատները կվերահսկեին ներկայացուցիչների պալատը, իսկ հանրապետականները սենատում կունենային 51-ից 49 մեծամասնություն, գրել է նա։
Հունիսի 5-ին ամերիկյան Tesla ընկերության բաժնետոմսերը կորցրեցին ավելի քան 9%, ընկերության գործադիր տնօրեն միլիարդատեր Իլոն Մասկի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հրապարակային հակամարտության պատճառով։ Գնանշումների անկման մասին վկայում են Nasdaq էլեկտրոնային բորսայի տվյալները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Մոսկվայի ժամանակով ժամը 19:55-ի դրությամբ առևտրային հարթակի վիճակագրության համաձայն արժեթղթերը կորցրել են 9.08%, մեկ բաժնետոմսի համար իջնելով մինչև $301,091։ Միևնույն ժամանակ Մոսկվայի ժամանակով ժամը 20:35-ի դրությամբ ցուցանիշները մի փոքր կայունացել էին, ճշգրտումն արդեն կազմում էր 8.87%, մեկ բաժնետոմսի համար $302,061։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրախորհրդարանի կողմից ընդունված հակավրացական բանաձևերը անվանել է անհետաքրքիր, իսկ կառույցում ստեղծված իրավիճակը ողբերգական։ Եվրոպական խորհրդարանի բանաձևերը բացարձակապես անհետաքրքիր են, եթե ինչ-որ բան նման է խորհրդային ինստիտուտի, ապա ցավոք դա Եվրախորհրդարանն է, որը ոչնչով չի տարբերվում ԽՍՀՄ Գերագույն խորհրդից։ Ես հիշում եմ նրանց պաթոսը 80-ականներին, քննարկումների բովանդակությունը, անարդարության աստիճանը։ Ցավոք այսօրվա Եվրոպական խորհրդարանը ոչնչով չի տարբերվում այս ամենից։ Հուսով եմ, որ վերականգնման եւ փոփոխությունների գործընթացը առաջին հերթին կանրադառնա Եվրոպական խորհրդարանի վրա։ Սա շատ տխուր եւ մտահոգիչ է, այն իրավիճակը, որը մենք տեսնում ենք Եվրոպական խորհրդարանում, ողբերգական է, լրագրողներին ասել է վարչապետը։ Եվրոպական խորհրդարանը բազմիցս մտահոգություն է հայտնել վրացական երազանքի գլխավորած կառավարության գործողությունների վերաբերյալ, ընդունելով մի շարք բանաձևեր, որոնցում քննադատվում է երկրի շեղումը ժողովրդավարական նորմերից եւ եվրոպական ուղուց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հռոմի Պապ Լևոն 14-րդը գործնականում եւ կոնկրետ ձևով չեն քննարկել Վատիկանի միջնորդական դերը ուկրաինական կարգավորման գործում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գործնական կոնկրետ իմաստով ոչ, սակայն ինչպես նշել էինք մեր ուղերձում, նախագահը շատ բարձր է գնահատել Վատիկանի ներդրումը մարդասիրական մի շարք հարցերի լուծման գործում, լրագրողներին ասել է Պեսկովը։ Լեհաստանի նախագահ ընտրված իրավունք եւ արդարադատություն ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Կարոլ Նավրոցկին մինչեւ օգոստոսի 6-ին կայանալիք երթնակալությունը կպահպանվի պետական պահպանության ծառայության կողմից, այս մասին ռադիոզեթին տված հարցազրույցում հայտարարել է ներքին գործերի եւ վարչակազմի նախարար Տոմաշ Սիեմոնյակը։ Մենք առաջարկել ենք, որ SSG-ն արդեն իսկ սկսի պաշտպանել ընտրված նախագահին։ Կարծում եմ, սա բնական է, ասել է նա, հավելելով, որ հարցը կլուծվի առաջիկա օրերին։ Սիեմոնյակը մանրամասնել է, որ մայիսի 18-ին կայացած ընտրությունների առաջին փուլից հետո SSG-ն իր ծառայություններն է առաջարկել երկու հաղթողներին Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տրզասկովսկուն եւ Նավրոցկին։ Միաժամանակ ներքին գործերի նախարարության ղեկավարը մերժել այն հնարավորությունը, որ Նավրոցկին նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ պահպանվի մասնավոր ընկերության կողմից։ Ես դա չեմ կարող պատկերացնել, ասել է նա։ Մեր երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելություններն անընդհատ են, հաճախակի են, ընդգրկում են տարբեր գերատեսչություններ։ Այդ մասին ազգային ժողովում 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերություններին։ Միրզոյանը հիշեցրեց, որ մարտին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էր այցելել Հայաստան, ապա տեղեկացրեց, որ առաջիկայում այլ այցելություններ է սպասվում։ Մենք սպասում ենք նախագահ Փեսեշքյանին, Երևանում ասաց նա։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը Ռուսաստանի եւ Բելարուսի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Ալեքսանդր Լուկաշենկոին հրավիրել է երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին, որը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին, այս մասին հայտում է Bloomberg-ը։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը հայտարարել է, որ սեպտեմբերի 3-ին Չինաստանը երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի կապակցությամբ զորահանդես կանցկացնի, որին ինչպես սպասվում է ներկա կլինի նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը, հայտնում է պարբերականը։ Սեպտեմբերի 3-ին մենք հանդիսավոր կերպով կնշենք համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի հաղթանակը եւ շքերթ կանցկացնենք, ասել է նա։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկո Ռյուտեն չափազանցնում է իր կարևորությունը, համեմատելով դաշինքը Նապոլեոնյան Ֆրանսիայի եւ հռոմեական կայսրության հետ։ Այս կարծիքն է հայտնել բրիտանացի լրագրող
Ավշին Ռաթանսին համապատասխան հայտարարություն Ռյուտեն արել է հունիսի 4-ին կայացած ճեպազրույցում։ Լրատվամիջոցի ներկայացուցիչը նշել է, որ Ռյուտեն նման համեմատություններ է անում, իսկ հետո հարցնում է, թե ինչու Ռուսաստանը, Չինաստանը եւ համաշխարհային հարավի երկրների մեծ մասը Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում են որպես ուղղակի ռազմական սպառնալիք։ Ռաթանսիի կարծիքով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարող է ծիծաղելի լինել, չափազանցնելով իր արժեքը, թեև նա ընդամենը խամաճիկ է, որը ապարում է Վաշինգտոնի դուդուկի տակ։ Լրագրողը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն ոչնչացրել է Հարավսլավիան, Աֆղանստանը, Իրաքը, Լիբիան եւ Սիրիան։ Բրիտանացին նաև կոչ է արել չմոռանալ, որ դաշինքը վտանգավոր եւ պաշտպանական միլիտարիստական կազմակերպություն է։ Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի հետ խաղաղության հնարավորությունը 2022 թվականի Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում։ Այս մասին հայտարարել է կանադացի լրագրող Արոն Մատեն։ Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցություններ է վարել 3 տարի առաջ։ Նրանք ունեին միանգամայն իրական փոխզիջում, որը սաբոտաժի ենթարկեցին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, գրել է նա։ Նրա խոսքով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի թիմը հնարավորություն է տեսել Ուկրաինային օգտագործել Ռուսաստանը արյունակամ անելու կամ նույնիսկ ոչնչացնելու համար, ինչի պատճառով էլ բանակցությունները խափանվել են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ։ Վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամ տոնի առթիվ։ Թուրքիայի նախագահն իր հերթին Հայաստանի վարչապետին շնորհավորել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը 2026 թվականի գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Հայաստանը չի վճարել ՀԱՊԿ անդամակցության վճարը 2024 թվականին կազմակերպությանը իր մասնակցության սառեցման պատճառով։ Այս մասին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններին Միրզոյանը նշել է, որ Հայաստանը չի ներկայացրել դիմում անդամակցելու Եվրամիությանը։ Ֆորմալ դիմում այդ կազմակերպությանը չի եղել, ասել է Միրզոյանը։ Ըստ նրա, Հայաստանի եւ Եվրամիության հիմնական հարցերից մեկը մնում է վիզաների ազատականացման հարցը, որի շուրջ ընթանում են բանակցություններ։ Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մասին, Միրզոյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը, քանի որ տեքստի շուրջ բանակցությունները Ադրբեջանի եւ ՀՀ-ի միջև ավարտված են։ Ունենք շատ նշանակալի եւ իսկապես մի աննախադեպ ձեռքբերում, ունենք հաստատուղթ, որի տեքստը համաձայնեցված է եւ Ադրբեջանը եւ Հայաստանը հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի պայմանական անունը հիշում եք իրականում անվանում հաստատի մի քիչ երկար է։ Ուրեմն տեքստի շուրջ բանակցությունները ավարտված են եւ կա երկու կողմի համար ընդունելի համաձայնեցված տեքստ։ Հայաստանը հայտարարեց եւ այսօր էլ հայտարարում է, վերահաստատում է, որ մենք պատրաստ ենք րոպե առաջ սկսել խորհրդատվություններ որոշելու ստորագրման օրը, տեղը։ Ադրբեջանը իր դիրքորոշումն է հայտարարում, կան որոշակի նախապայմաններ, այդ մասին բազմիցս խոսվել է։ Առաջ քաշվող թեմաներից մեկը որպես օրակարգ Մինսկի խումբը եւ դրան վերաբերող ուրեմն կառույցների լուծարման գործընթացը ընդհանրապես որպես օրակարգ մեզ համար հասկանալի եւ ընդունելի է, իսկապես երբ որ կլինի ինստիտուցիոնալիզացված խաղաղություն, իսկ ես այս տերմինի տակ նկատի ունեմ ստորագրված, հաստատող խաղաղության հաստատման եւ ըստ էության թղթի վրա նաեւ կոնֆլիկտը կավարտվի, տրամաբանորեն հարկ չլինի ունենալ այս կոնֆլիկտին վերաբերող որևէ կառույց միջազգային հարթակներում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը հայհոյանք պարունակող հրապարակումներ է արել եկեղեցու եւ հոգեվորականների վերաբերյալ։ Նա նշել է, որ համակարծիք է վարչապետի հետ եւ կարող է կրկնել նրա ասացները։ Կաթողիկոսը, Արշակ Սրբազանը, չգիտեմ, այն մյուս սրբազանը, իրանք եկեղեցին չեն, իրանք խաբել են, որ իրանք եկեղեցին են։ Իրանք հավատացյալների եւ Աստծո ծառաներն են։ Տեսել եք, որ օրինակ Հռոմի Պապը մարդկանց ոտերն է պատճում։ Լսել եք օրինակ Հռոմի Պապի Տիտղոսի մեջ մի րոպե, այդ արարողությունը արվում է բոլոր տեղում։ Տիտղոսը ոնց է, ռաբով բոժի, Աստծո ծառաների ծառան։ Իրանք մոռացել են, որ իրանք ծառա են։ Իրանք մտածում են, որ իրանք գողագան են, հարց լուծող, քավոր են եւ բիզնեսմեն են շատ Սրբազան կա զենքով էր ման գալիս միջև այս վերջերս, չգիտեք իր մասին։ Մի հատ էլ լավ ավտո ուներ, էլի ասեմ։
Կոսովո-Հայաստան խաղի մրցավարական կազմը հայտնի է։ Կոսովո-Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական անձնակազմը, այս մասին տեղեկացրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան պետական հիմնարկը միացման ձևով վերակազմավորել, միացնելով Հայաստանի պատմության թանգարան պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Որոշման արդյունքում կստեղծվի Հայաստանի պատմության թանգարան պետական ոչ առևտրային կազմակերպության Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարան մասնաճյուղ։ Նշվում է նաև, որ հաղթանակ զբոսայգու տարածքում գտնվող հուշարձանը կամրացվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Ուկրաինական զինված ուժերի հաջորդ հարձակումները ռուսական օդանավակայանների վրա պահանջում են պատերազմի մարտավարության վերանայում։ Այս մասին գրում է բրիտանական The Economist հրատարակությունը։ Ուկրաինական հարվածները ցույց են տվել ինքնագոհության վտանգը։ Բրիտանական բանակը պետք է սովորի գործել վառելիքի, զինամթերքի եւ պայստամասերից ցրված պաշարներով։ Նշում է հրատարակությունը։ Փորձագետներն ընդգծում են, որ ներկայիս ֆինանսավորումը բավարար չէ բրիտանական զորքերը վերազինելու համար, հաշվի առնելով նոր մարտահրավերները։ Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինը առաջարկել է, որ ԱՊՀ գործընկերները միանան Եվրասիական տնտեսական միությունում ընդունված միասնական մաքսային տարանցիկ համակարգի մեխանիզմին։ Միավորման արտաքին տնտեսական կապերը ամրապնդելու համար ընդունվել է միասնական մաքսային տարանցիկ համակարգի մասին համաձայնագիր։ Այն բաց է բոլոր երկրների համար թույլ է տալիս նրանց միանալ Եվրասիական տնտեսական միության տարածքով անցկացվող փոխադրումներին, կրճատել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել սահմանային փոխադրումների անվտանգության մակարդակը, որը շատ կարևոր է բոլորի համար։ Մենք հրավիրում ենք ԱՊՀ գործընկերներին միանալ այս մեխանիզմին, ասել է Միշուստինը Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Պապ Լևոն 14-րդի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Կրեմլի խոսնակի խոսքով Ռուսաստանի նախագահը Հռոմի Պապին փոխանցել է իր հովվական ծառայության մեջ հաջողությունների մաղթանքները Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խնդրանքով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգը։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկու երկրների համապատասխան պետական մարմինները ներկայումս շարունակում են աշխատանքները Փեզեշքյանի Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում 2025 թվականի ապրիլի 28-ին դրված խնդիրների իրականացման ուղղությամբ։ Պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում նշվել է Բաքու-Թավրիզ չվերթի վերսկսումը եւ Բաքու-Թեհրան չվերթի հաճախականության աճը։ Այս առումով կողմերը վստահություն են հայտնել, որ այս չվերթները դրական ազդեցություն կունենան երկու ժողովուրդների միջև շփումների ավելացման վրա։ Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունների զարգացման գործում ներկայումս նկատվում է շրջադարձային պահ եւ հույս են հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով կզարգանան տարբեր ոլորտներում։ Հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքյանը եւ Ալիևը մտքեր են փոխանակել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի անվտանգության ուժերը Գազայի հատվածում իրականացված գործողության ընթացքում գտել եւ վերադարձրել են երկու պատանդների մարմինները։ Գլխավոր անվտանգության ծառայության եւ Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Գազայի հատվածում իրականացված գործողության ընթացքում երկու պատանդների Գադի Հագայի եւ Ջուդի Վայնշտեյնի մարմինները, որոնք պահվում էին արյունալի ահաբեկչական կազմակերպության Համասի կողմից, վերադարձվել են Իսրայել, ասել է Նեթանյահուն։ Վարչապետի հայտարարությունները տարածել է նրա գրասենյակը։ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը հաստատել են միմյանց հետ մշտական կապի մեջ մնալու պատրաստակամությունը, չորեքշաբթի լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Եվ նախագահ Թրամփը եւ մեր նախագահը հաստատեցին միմյանց հետ մշտական կապի մեջ մնալու իրենց պատրաստակամությունը, ասել է Ուշակովը, խոսելով երկու առաջնորդների միջև նոր հեռախոսազրույցի արդյունքների մասին։
Վրաստանը խնդրում է Եվրամիությանը սկսել խորհրդակցություններ եւ քննարկումներ ընթացիկ հարցերի շուրջ, սակայն ի պատասխան դատարկ ու կոպիտ հայտարարություններ է ստանում։ Այս մասին ասել է Հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Մենք հուսով ենք, որ Վրաստանի նկատմամբ վերաբերմունքը կփոխվի եւ դա անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլև Եվրամիությանը։ Մեր նպատակն արտացոլված է երկրի սահմանադրության մեջ։ Դառնալ Եվրամիության անդամ մինչև 2030 թվականը, երբ մենք ավելի պատրաստ կլինենք դրան, քան մյուս երկրները, ասել է Կոբախիձեն։ Եվրոպացի պաշտոնյաներն անհանգստացած են, որ ընկերությունները եւ քաղաքական գործիչները կրկին կարող են գայթակղվել ռուսական էներգիա գնելով, գրում է New York Times-ը։ Եվրոպական պաշտոնյաներն այժմ անհանգստացած են, որ ընկերությունները եւ քաղաքական գործիչները կարող են կրկին գայթակղվել ռուսական էժան էներգիայով, հատկապես եթե Ուկրաինայում մարտերն ավարտվեն եւ Մոսկվան խորացնի իր մերձեցումը Վաշինգտոնի հետ, ասվում է հրապարակման մեջ։ Մայրաթորը հայրաբար մոտեցավ Փաշինյանին։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Հայաքվե քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Նրա խոսքով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակումների պատճառը ուշադրություն գրավելն է։ Փաշինյանն այդ կերպ փորձում է քաղաքական կոնֆլիկտի մեջ մտնել, որպեսզի իր շուրջը համախմբի իրենից հիասթափված ընտրազանգվածին։ Կոնֆլիկտի մեջ մտնելով իր շուրջը համախմբի մարդկանց, իրենց հիասթափված ընտրազանգվածներին, եւ երկրորդը, որ կապված է Արցախյան հարցի հետ, կապված է Հայաստանի Հանրապետության սահմանադրության հետ, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներն է կատարում։ Համենայն դեպս մի քանի բան կարող եմ ասել, որոնք ցույց կտան, որ իսկապես նա օրակարգ է սպասարկում։ Նախ եւ առաջ արցախցիների վերադարձի թեման արծարծողներից մեկը եւ թերևս ամենանշանակալի կառույցը հայաստանյաց ավերքելական Սուրբ եկեղեցին է, որի գլուխը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը վերջերս Շվեյցարիայի Բեռն քաղաքում համապատասխան մեծ քրիստոնեական համաժողովի ընթացքում բարձրացրեց այդ հարցը եւ համաժողովում հնչեցին Բաքվի բռնապետական վարչակարգի Արցախի հանդեպ գործողություններ կատարած ոճրագործությունները դատապարտող ելույթներ եւ արծարծվեց արցախցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի հարցը, հանգամանք, որ հակասում է ադրբեջանա-թուրքական օրակարգին։ Ազգային օրակարգ կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ընթացքում անդրադառնալով վերջին շրջանում եկեղեցու դեմ ուղղված արշավին տեսակետ է հայտնել, նշելով, որ այդ պայքարը սկսել է վաղուց, երբ տարիներ առաջ իշխանության գալով Փաշինյանը հայտարարել է, թե ծնկի է բերելու հոգևորականներին եւ սկսել էր նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը։ Կա հիմնական 3 սյուն, որի վրա հենվում է եւ պետությունը, եւ պետականությունը, եւ որը ձևավորում է, պետք է ձևավորի մեր ընտրանին։ Առաջի սյունը դա ազգայնական սյունն է եւ դա արժեքներն են, որը հատկորոշում են ազգային եւ ազգայնական բովանդակությունը հայկականության։ Երկրորդ սյունը դա գիտելիքն է, դա հմտությունն է եւ այդ մասնագիտական որակներն են եւ դա այն սյունն է, որը հատկորոշում է այն բովանդակությունը մասնագիտական, որակական, որը պետք է ունենա հայ պետականությունը եւ հայկականությունը եւ երրորդ սյունը դա հոգեվորականությունն է։ Դա հոգեվոր սյունն է եւ դա բարձ է, որ արտահայտված է հայ առաքելական եկեղեցով։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ 3 սյաններ իր ամբողջ 7 տարվա իշխանության օրոք խփում է եւ խփում է շատ հետեւողական։ Ուկրաինայի համար միջուկային զենքի առկայությունը պարտադիր է, Կիևը հիմքեր ունի այն ունենալու։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Անդրեյ Բիլյեցկին, հայտնում է ուկրաինական Ստրանա հրատարակությունը։ Հրատարակությունը վաղ թե ուշ առաջանալու է միջուկային զենքի հարցը մեր երկրի համար պարտադիր պայմանով։ Նշել է նա, Բիլյեցկին կարծում է, որ Ուկրաինան միջուկային զենք ունենալու իրավական, գործնական, ֆիզիկական եւ բարոյական իրավունք ունի։
Անցյալ տարի Ռուսաստանը զբաղեցրել է առաջին տեղը Իրանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների ծավալով։ Այս մասին հայտնել է Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Դիվանագետը նաև կիսվել է, որ Իրանում գազային նախագծերում ռուսական ներդրումների ծավալը կկազմի 8 միլիարդ դոլար, որից 5 միլիարդ դոլարը նախատեսված է Մոսկվայի եւ Թեհրանի միջև նախկինում ձեռք բերված պարտավորությունների համար։ Ջալալին նշել է, շուտով պայմանավորվածություններ ձեռք կբերվեն մնացած պայմանագրերի շուրջ։ Դեսպանը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հարաբերությունները ներկայումս գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակի վրա եւ այցելում են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այդ կապակցությամբ առաջիկայում սպասվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թեհրան, ասել է Ջալալին։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հունիսի 7-ից 10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հանրապետության տարածքում հունիսի 8-ին 9-ից 10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-ից 7-ի գիշերը եւ կեսօրից հետո 9-ից 10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ից 10-ը աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։